Բարև բոլորին։ Այսօր մենք ուսումնասիրում ենք Հայաստանի ամենահին եւ խորհրդավոր վայրերից մեկը՝ Խոր Վիրապը։ Այո, այստեղ է եղել Գրիգոր Լուսավորիչը եւ նրան բանտարկեց Տեր թագավորը։ Իսկ ճիշտ է, որ Վիրապը շատ խորն է եղել։ Կտեսնեք, տեղում ես ամեն ինչ կնկարահանեմ մեր վիդեոյի համար։ Ես էլ ուզում եմ ձեզ մի հետաքրքիր փաստ ասել Խոր Վիրապից։ Շատ գեղեցիկ է երևում Արարատ լեռը։ Անպայման ուզում եմ այնտեղ լուսանկար լինել։ Ահա այստեղից կարելի է տեսնել Արարատ լեռը։ Լեգենդն ասում է հենց այստեղ էր Լուսավորիչը աղոթում, մինչև Տրդատ թագավորը նրան ասատեց։ Իսկ գիտեք ինչու այն կոչվում Խոր Վիրապ։ Որովհետև Վիրապ նշանակում է փոս կամ խոր հոր։ Պատկերացրեք, նա այնտեղ մնացել է 13 տարի, որքան համբերություն է պետք եղել։ Իսկ մտածել եք, թե ինչպես է նա այնտեղ սնվել կամ ջուր ստացել։ Դա իսկական հրաշք է եղել։ Ահա, սա կարծես այն փոսն է, որտեղ Լուսավորիչը եղել է։ Վայ, ինչ մութ է, մի բան մտածեցի, իսկ եթե այնտեղ իսկապես ինչ-որ բան կա։ Ես մի փոքր վախեցա, բայց նաև շատ հետաքրքիր է, կարծես ժամանակով ենք ճանապարհորդել։ Մի վախեցիր, ես վիդեո եմ նկարում, պատմությունը պետք է հետաքրքիր լինի։ Ահա այստեղ էին պահում Գրիգոր Լուսավորչին 13 տարի։ Նա աղոթում էր հույս ու հավատ չէր կորցնում։ Ահա թե ինչու է Խոր Վիրապը մեզ հիշեցնում, որ երբեմն մարդամտության մեջ էլ կարող է լույս գտնել։ Գիտեք, ես հասկացա, որ Խոր Վիրապը միայն պատմական տեղ չէ։ Դա հավատքի ու համբերության խորհրդանիշն է։ Իսկ մենք այսօր իմացանք, որ նույնիսկ ամենախոր տեղից կարելի է դուրս գալ, եթե չանձնվես։ Իսկ ես կասեմ, եթե հավատաս լույսին, այն միշտ կգտնի քեզ։ Ճիշտ ես ասում, լույսը միշտ հաղթում է մթության։ Սա է մեր պատմությունը, Խոր Վիրապի գաղտնիքը։